կողմ։ Այս կողմ։ Հա, հիմա հարցաքննությունը ճիշտ եմ հասկանում։ Ստանդարտ սխեմա է, այստեղ ոչ մի նոր բան չկա, այսինքն գալիս են խուզարկություն, հետո ձերբակալություն, որից հետո ձերբակալել են բերել են Երևանի քննչական, մեղադրանք են առաջադրել, մեղադրանքը առաջադրել են խուլիգանության երկրորդ մաս, հիմա մանրամասն ես դրա մասին խոսեմ, եւ տանելու են կալանքի։ Այսօր հերթապահ դատարանը Աչափնյակն է, ես մեծ հույս ունեմ, այսպես ասեմ, որ մեկ էլ չի պարզվի, որ չէ հերթապահ դատարանին միանում են այլ դատարաններ, հատկապես մասիվի դատարանը, որտեղ մենք գիտենք, թե ինչպիսի հետաքրքիր դատավորներ, իսկ ավելի ճիշտ դատավոր է աշխատում։ Աջակցում են դա հետաքրքիր դատավորներ կամ բան։ Դե ամեն դեպքում ես խուլիգանության արդյոք տեղի ունեցած է այդ մարդկանց արտահայտությունները դուք ինչ եք որակում։ Ուրեմն առաջինը բոլոր քաղաքացիներին մի քանի բան հայտարարություն ունեմ, նաև մեկը Նարեկ Սամսոնյանի անունից։ Առաջինը բոլորին, որպեսզի հասկանան ինչ է կատարվել, խնդրում եմ նրանք, ովքեր որ ցանկանում են, դիտել ոչ թե երեկվա, այսինքն չորեքշաբթի, այլ շաբաթ օրվա հիմնեմնի թողարկումը, շաբաթ օրվա, այսինքն նախագահի թողարկման հաջորդ օրը հեռարձակված թողարկումը 2 ժամ 4 րոպե, այդ 10-15 րոպե։ Թող մարդիկ իրենց հետևությունները անեն։ Սա ինչ է իրենից ներկայացնում։ Ես ասեմ, որ այն մեկնաբանությունները, որ այնտեղ տրվել են Ալեն Սիմոնյանի հետ կապված, բացառապես եւ այդպես էլ խոսվում է, բացառապես Ալեն Սիմոնյանի կողմից տղաներին ես ներողություն եմ խնդրում, բայց այս արտահայտությունը պետք է հնչեցնեմ, հայհոյանք չի, շան լակոտներ արտահայտության այսպես արձագանքներ տղաների կողմից։ Իսկն առաջինը դե ինչ ասեմ, իսկ դուք կարծում եք, որ մեր երկրի իրավական պետությունն է, որ այդ մասով իրավական գործընթաց լիներ, ազգային ժողովի նախագահ մարդը մեդիա գործունեություն իրականացնող մարդկանց իրենց ոդքասթի համար անվանում է շան լակոտներ։ Մարդիկ էլ արձագանքել են, մեկը մի կերպ է արձագանքել, մյուսը մյուս կերպ է արձագանքել, թող նայն տեսնեն, այդտեղ ինչ է ընդհանրապես խոսվել եւ հասկանան այստեղ առհասարակ խուլիգանության մասին խոսք լինել, կարող է թե խուլիգանության մասին խոսք լինել, չի կարող։ Այս պահին հարցաքննությունը ավարտվել է, պարոն։ Հարցաքննությունը ավարտվել է, այո։ Մեղադրանքը նախ առաջադրվեց, հարցաքննությունը ավարտվեց։ Դե կալանքի միջնորդություն է լինելու, տեղեկացվեց, ինչը շատ այսպես սպասելի էր։ Մի կարևոր բան էլ ասեմ, այստեղ բացի անձի ըստ մեզ ակնհայտորեն ազատության իրավունքի բացարձակ անհիմն սահմանափակման, բացարձակ անհիմն քրեական հետապնդման, նաև արկա է լրատվամիջոցի գործունեությունը փաստացի դադարեցնելու բաղադրիչ։ Ի տարբերություն նախորդ քրեական հետապնդման, որը նույն հոդվածով էր 1.5 տարի առաջ, դա չարեցին։ Ես կարծում եմ այստեղ Չէ, խոսքը տեխնիկական կողմին է վերաբերում։ Արդեն մամուլից կարծում եմ դուք տեղյակ եք, որ ողջ ուրեմն տեխնիկան արգրավված է անցիֆեկին։ Ողջ տեխնիկան, որը ինչպես են բնորոշել բնութագրել արգրավը։ Դե դատարանի որոշում կա, որի հիման վրա մենք մեր կարծիքը ունենք, որը մենք դա համարում ենք ոչ իրավական, բայց դա մենք ընդհանրապես կարող ենք կարծիք հնչեցնել, հայտարարություն հնչեցնել, որոշում կայացնողը գործողություն կատարող քննիչն է եւ մյուս քննիչն է առաջի հերթին։ Հիմա ես ուզում եմ այստեղ նաեւ Նարեկ Սամսոնյանի անունից ասել, որ Նարեկ Սամսոնյանը հայտարարում է, որ ինքը խնդրում է եւ կոչ է անում բոլոր մարդկանց, ովքեր որ այս ընթացքում մենք գիտենք, ոդքասթը հեռարձակվել է մարդկանց նվիրատվությունների, նվիրաբերությունների հաշվին, որ խնդրում է ուշադիր լինել, համապատասխան հայտարարություններ կարվեն, չգիտեմ, կարծում եմ անցիֆեյքի աշխատակիցները կանեն, գուցե ես անեմ, այս բանը չեմ կարող ասել, բայց չպետք է իրենց նպատակին հասնեն եւ անցիֆեյք իր գործունեությունը դադարեցնի։ Տեխնիկական խնդիր կա այստեղ լուծելու, նյութական մաս կա։ Պարոն Մելիքյան, այս տղաների հնչեցած արտահայտություն դուք որպես իրավաբան ինչ եք գնահատում։ Ես նաեւ որպես պաշտպան։ Ես որպես Նարեկ Սամսոնյանի պաշտպան ինձ թույլ եմ տալիս գնահատել Նարեկ Սամսոնյանի արտահայտությունները։ Նարեկ Սամսոնյանը առաջին որևէ հայհոյանք չի հնչեցրել եւ նրան չի էլ մեղսագրվում։ Նարեկ Սամսոնյանը երկրորդ այն ձևակերպումները, որ իրենց թույլ է տվել, ուղղակի չի կարող անպարկեշտ արտահայտություն իմ համոզմամբ ուրեմն որակվել
Եվ ինչ էլ որ ասել են, նորից եմ ասում, սա է կարևորը։ Խուլիգանության համար որն է կարևորը, մարդու մոտիվացիան։ Այսինքն հասարակության ուղղված արարքի։ Մարդիկ պատասխանում են իրենց ուղղված, ես ստիպված եղա այդ արտահայտությունը հնչեցնել Ալեն Սիմոնյանի, որտեվ մարդիկ պետք է հասկանան ինչին են արձագանքել։ Դուք պատկերացրեք մարդկանց ազգային ժողովի նախագահը նման արտահայտություն է անում։ Բա ինչ են ուզում, այսինքն իրենք կարող են ցանկացածին վերջի ձևով ամենավերջի բաները ասեն, մարդու ինքնասիրության հարց է սա։ Այսինքն վիրավորանք է կարող եք դիտարկել, բայց ոչ խուլիգան։ Իրենց կողմից մի պատկերացմամբ, օրինակ Ալեն Սիմոնյանը շատ է սիրում, կարող էր մտնել քաղաքացիական դատավարության կարգով, այդ ժամանակ դատավարություն կլիներ, դատարանը կպարզեր քաղաքացիական կարգով, թե բա դու ասել ես, բա ինչ էիր ուզում, բա առաջինը դու ես ասել եւ այլն, բայց քերականի մասին այստեղ խոսք լինել չի կարող, ազատ խոսքի սահմանափակում եւ նախորդ անգամ իսկ արդեն եղան հայտարարություններ, ես ակնկալում եմ, որ այս գործը նույնպես կլինի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավապաշտպան եւ այլ կառույցների ուշադրության կենտրոնում, այն ինչ որ նորից եմ ասում, բոլոր նրանք, ովքեր որ ուզում են հասկանալ, մեղադրանքը վերաբերում է բացառապես նախավերջի հիմնեմնի մի 20 րոպե, 4 րոպեից սկսած այդ հատված։ Հրապարակային բան է այդ, ոչ մի այստեղ բան չկա։ Ամեն ինչ հրապարակային է։ 2 րոպե, 2 ժամ 4 րոպե, 2 ժամ 4 րոպե։ Մինչև 20 րոպե մոտարապես։ Մի հատ թող լսեն Արեն Սիմոնյանին հետ կապված Վազգենի եւ Նարեկի արձագանքը։ Եթե դա հանցագործություն են համարում, ուրեմն գիտեք, ստացվում է, որ ով որ իշխանություն ունի, ում ինչ ուզի կարող է ասել, պատասխան ստանա, ուղարկեն դիմակավորված ԱԱԾ-ականներ։ Ազգային անվտանգություն, սա է ուշադրություն դարձնենք, ազգային անվտանգության ծառայության խնդիր է սա։ Այ ես այդ եմ ուզում հարցնել, ենթադրենք քաղաքացին մեղադրվում է, եկել են նման կերպ, դա իրավաչափ է։ Ես համարում եմ ոչ իրավաչափ։ Ես համարում եմ առհասարակ խուզարկությունների խնդիր չկա։ Մարդիկ տեսնում են հրապարակային ամեն ինչ ցանցով, նախորդ դեպքերի միջի չէին խուզարկություններ անում։ Պարզ է, որ այստեղ խուզարկությունը անձին ցավացնելու, վատ ինչ որ վիճակում դնելու, առավոտ շուտ նեղություն տալու միջոց է, որտեղ անցել անգամ լրիվ նույն բանն է եղել, անցել անգամ եղել։ Էլի ինչ որ արտահայտություններ են եղել, որի համար քրեական վարույթ էր նախաձեռնվել, մարդկանց այսպեսի բաներ չէ, խուզարկություններ չէին արել։ Օրինակ օֆիս եկել էին շատ այսպես ցիվիլ ձևով դեպքի վայրի զննություն էին արել։ Նայել են, հա, այստեղ է եղել էս հաղորդումը, այստեղ է եղել, արձանագրում ենք, որ այստեղ է եղել, այլ ոչ թե չգիտեմ Համզաչիմանում է եղել, հետեւաբար Երևանի դատարանը պետք է քննի։ Ես ուզում եմ հասկանամ, այս ձերբակալությունը, հետո վարույթը բողոքի հիման վրա է, թե հեռարձակված։ Մենք տեղակ չենք։ Չէ, հերարցակված նյութի հիման վրա է, բայց ոնց է վարույթ իրականացնող մի տրամադրության տակ հայտնվել, դա չենք կարող ասել։ Այսինքն եղել է հանցագործության մասին հաղորդում օրինակ Ալեն Սիմոնյանի կողմից, թե ինչպես շատ հաճախ է լինում, ինչ որ մի ոստիկան ասում է, ես դիտարկում եմ, մոնիտորինգ է անում, մեկ էլ sense բան տեսա, այդպես էլ է լինում։ Ինչու եմ հարցնում, որովհետև հաստատել է, որ իրավապահներին ասել է դուք էլ դիմեք։ դատարան Ինչ է ասել։ Ասել է դուք էլ դիմեք իրավապահներին այս գործի առնչությամբ, երբ իրեն Այ դուք չեք հարձակումներ են եղել։ պատրաստվում, Նարեկ Սամսոնյանը չի պատրաստվում դիմել դատարան, դիմել իրավապահներին, ոչ դատարան, իրեն շանլակոտ ասելու համար։ Չէ, ես հիմա գիտեք ինչն է հարցը։ Այստեղ խնդիրը այն է, որ դու դիմես չդիմես, արդյունքը ո՞րն է լինելու։ Մենք տեսել ենք, չէ։ Երբևէ մենք տեսել ենք, որ ինչ որ հանցագործության մասին հաղորդում ներկայացված լինի եւ արդյունք ունենա։ Մենք չենք, մեր երկիրի իրավական պետության հատկանիշները հենց մենակ սա ցույց է տալիս։ Մարդիկ տեսնում են, չէ, ինչեր են արձագանքում։ Մարդիկ տեսնում են, չէ, հրապարակային ազգային ժողովի նախագահ լինելով նման արտահայտություններ։ Բա մարդիկ տեսնում են, չէ։ Հիմա մենք դիմենք, չդիմենք։ Ինչ։ Ինքը հորդորել է, թող բոլորն էլ դիմեն, լավ էլ մարել, դիմել եմ իրավապահներին։ Հաղորդում տալու հետ Ստացվում է, որ դիմել է։ Ուրեմն ինքն է հանցագործության մասին հաղորդում տվել, ինչ ասում։ Դե ստացվում է, որ դուք էլ կարող եք դիմել։ Չէ, բայց որ մենք դիմենք, արդյունքը ինչ է լինելու։ Կարող է դիմենք, կարող է չդիմենք, տղաները պետք է որոշեն, բայց իմ ասածը այն է, որ խնդիրը այն է, որ հանցագործության մասին հաղորդումը դա շատերի կողմից դեռ համարվում է արդյունավետ միջոց։ Գուցե ճիշտ է առանձին դեպքերում դիմելը, բայց իմ պնդումն այն է, որ մենք չենք տեսել արդյունավետությունը հանցագործության մասին հաղորդումների։ Լավ օրինակ հենց այս Երևանի քննչականում մենք չնայած Երևանի քննչականը կապ չուներ դրա հետ, բայց Երևանի քննչականից դուրս եկա ոստիկանության ծառայողներ են։ Սա ամեն Վարդանի դեպքստրանից 150 մետր դիմեցինք, ինչ եղավ։ Այդ մարդիկ քրեական հետապնդման ենթարկել, դիմեցինք։ Խոշտանգման դեպքեր, ես էլ բան չի, ենթադրյալ հայհոյանք, ենթադրյալ վիրավորանք չի, խոսքի հարց չի։ Մարդու նկատմամբ այլանդակ խոշտանգում էին արել։ Դիմեցինք, հետո 150 մետր հեռավորության վրա էր։ Քննչականից դուրս եկան, քննչականը չէր, ոստիկանության ծառայողներ են։ Որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում։ Կոն այն մարդիկ, ովքեր որ պարտավոր էին հետևել, որ այդ մարդու նկատմամբ ոչ մի ապօրինություն չլիներ։
Մերսի։ Շնորհակալություն։